Բարև ձեզ սիրելի եղբայրներ քույրեր, Աստվածաշնչի բացահայտումները YouTube-յան մեր ալիքում հերթական հոգի, շունչ և մարմին հաղորդաշարն է։ Մեր հաղորդաշարը եթեր է դուրս գալիս ժամանակ առ ժամանակ և հիմնավոր պատճառներ ունենք, թե ինչու մենք չենք կարողանում պարբերաբար մեր հաղորդաշարը եթեր ուղարկել։ Այն ունի երկու պատճառ։ Առաջինը նյութը պատրաստվում է բավական երկար, որովհետև մենք սովոր չենք որևէ հարցի շուրջ խոսել, հպանցիկ, առանց խորքային իմաստները բացահայտելու, լինեն դրանք Աստվածաշնչից որևէ վարդապետական խնդիր, թե եկեղեցու պատմությունից։ Ահա թե ինչու մենք փաստերի առատ հավաքագրում ենք սկզբում կատարում և հետո մանրամասն դրանք ուսումնասիրում և ամբողջացնելուց հետո նոր ներկայացնում հանրությանը։ Այս իմաստով նորից ուզում եմ հիշեցնել, որ այս հաղորդաշարը մեղմ ասած չկրթված անձնավորություններին չի վերաբերում։ Այս հաղորդաշարը այն հավատացյալների համար է, որոնք ունեն մինիմում բարձրագույն կրթություն։ Այլ կերպ ասած ինտելեկտուալ հավատացյալների համար է, որոնց համար եկեղեցու պատմությունը կարևոր է։ Ես ասեմ, որ հավատացյալների ճնշող մեծամասնությունը հետաքրքրված չէ այդ եկեղեցու անցյալով։ Նույնիսկ ներկայով էլ շատերը հետաքրքրված չեն, և ահա թե ինչու այդպիսիների համար մենք ասելիք չունենք, որովհետև նրանք բավարարվում են իրենց հարանվանական եկեղեցիների նիստուկացին դոգմատիկ ընթացքին, և մեր գործը չէ, դա իրենց ընտրությունն է, վստահաբար իմանալով, որ իրենք փրկված են, համոզված լինելով, որ իրենք փրկված են, ուստի մենք այլևս ոչինչ չունենք այս կատեգորիայի հավատացյալների համար։ Իսկ նրանք, ովքեր որ խորքային առումով ուսումնասիրում են առհասարակ այն եկեղեցին, որում իրենք գտնվում են, համեմատում Աստվածաշնչի հետ և եկեղեցու պատմությանն էլ ուզում են տեղյակ լինել, որովհետև միանշանակ իրենց համար միօրինակ կյանքով ապրելը վտանգավոր են համարում և փորձում են իրերի դրությունը իրենց շրջապատում և եկեղեցում համադրել թե Սուրբ Գրքի հետ և թե պատմական իրողությունների հետ։ Պիտի ասեմ, որ եկեղեցու պատմությանն առնչվող եկեղեցու գործիչների կյանքի ուսումնասիրությունը բավականին անշնորհակալ գործ է, որովհետև դու ստիպված ես ուսումնասիրել մեկի կյանքը, որը բավականին մեծ գործ է կատարել Աստծո այգում և ինչու չէ, շատերի համար ֆետիշացվել և պաշտամունք է դարձել։ Եվ պետք է հիմնավորվի, թե իսկապես այդ պատմությունների մեջ որոնք են իրականը, որոնք են առասպելականը։ Ժամանակի ընթացքում հավատացյալները սիրում են իրենց առաջնորդներին առասպելական նկարագիրներ տալ, և հետագա սերունդները բավականին պատմական իրողություններին տեղյակ չլինելով, իրենց մտքի ու իրենց սրտի մեջ համոզված են լինում այն պատմություններին, որ իրենց հրամցվում է տվյալ հարանվանության այսպես կոչված պատմիչների կողմից։ Չեմ ասի, թե ես կարողացել եմ ամբողջը ուսումնասիրել, սակայն եղած ուսումնասիրությունների մեջ նկատել եմ մի բան։ Հոգեգալստական եկեղեցու հիմնումը Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելարուսում և նաև Կովկասում, մասնավորապես Հայաստանում, ուսումնասիրել են շատերը, ներկայացրել են և համացանցում ընթացքում ես որոշների անունները այնուամենայնիվ կշոշափեմ, հիշատակելով, թե այս կամ այն երևույթին, այս կամ այն իրողությանը տվյալ հերոսների կյանքին ինչպես են իրենք անդրադարձել, ինչ գնահատականներ են տվել։ Եվ այսպես հոգեգալստական եկեղեցու հիմնումը և արթնությունների պատմության ժամանակագրությունը 20-րդ դարի այսպես կոչված պատմիչները, լինելով այս կամ այն հարանվանությունների ներկայացուցիչներ, հաճախ համապատասխանեցնում են իրենց եկեղեցական սկզբունքներին, իսկ մյուսները չորը ցամաք փաստեր արձանագրում։ Եվ չնայած, որ մենք էլ չենք կարող շրջանցել այդ փաստերն ու նրանց նկարագրությունը, այնուամենայնիվ անաչառ կերպով կփորձենք խոսեցնել այդ փաստերից յուրաքանչյուրը իր պատմական կոնտեքստում համեմատելով դրանք Սուրբ գրային եկեղեցական փաստագրության հետ։ Հավելեմ նաև այն հանգամանքը, որ պատմաքննական վերլուծություն դեռևս չի կատարվել և ոչ մեկի կողմից։
Ասել կուզեմ, որ նրանք, ովքեր որ այս խնդրին անդրադարձել են, անպայման հարել են այս կամ այն կողմին, լինելով իրենք էլ հոգեգալստականներ։ Այսինքն որ կողմերի մասին է խոսքը։ Մի մասը եկեղեցու այս խոշոր գործիչներին, որոնք մեծ ներդրում են ունեցել հոգեգալստական շարժման մեջ խորհրդային միությունում, 20-րդ դարի սկզբին մինչև մեր օրերը, թերևս, նրանք նկարագրում են, ինչպես ասում են, անթերի, գրեթե սրբության մակարդակի հասցնելով իրենց առաջնորդներին բոլորին, իսկ մյուս մասը ներկայացնում է փաստեր, նախկինում պետանվտանգության կոմիտեի ՊԱԿ-ի լույս աշխարհ բերած այսպես կոչված փաստաթղթերը տվյալ հոգևոր հերոսների մասին, ովքեր անցել են բանտերով, տառապանքներով եւ նեղություններով, եւ գտել են, որ նրանցից շատերը չէ որ եղել են հավատարիմ մինչև վերջ։ Գիտեք, խոսքս ուզում եմ ավելի հստակեցնել, իմ խնդիրը այն չէ, որ ես անդրադառնամ YouTube-ում տեղադրված այս կամ այն հոգևոր գործչի վերաբերյալ պախարակող կամ նրան ուրացող ինչ-որ պիտակով ներկայացնող հաղորդումները ձեզ ներկայացնել որպես ճշմարտություն։ Դա չի մեր նպատակը։ Ճիշտ հակառակը, մենք պետք է քննության վերցնենք յուրաքանչյուր փաստ եւ ամբողջապես անաչառ կերպով քննենք այդ բոլորը եւ հետո նոր եզրակացություններ անենք։ Իսկ որ առատ նյութ ունենք ձեռքի տակ, դրանում որևէ կասկած չունենանք։ Գերազանցապես պիտի ասեմ, որ այս վերջին ուղղությունը վերցրել է Բորիս Պերչատկին անունով մի անձնավորություն, որ Ամերիկայից չի դադարում ուղղակի ցեղ շպրտել բոլոր հոգևոր այն գործիչների վրա, ովքեր անցել են բանտերով տասնյակ տարիներ, 20-25 տարի հավատքի համար աքսորված լինելով բանտերում տառապել են Քրիստոսի անվան համար։ Ես նրան լսելով դեռևս որևէ մեկի հասցեին դրական ոչինչ չգտա։ Հասկացվում է, որ այս անձնավորությունը միակողմանիորեն պախարակում է բոլոր հոգևոր առաջնորդներին։ Մյուս կողմից էլ նորից ուզում եմ հիշեցնել, որ կան մարդիկ, որոնք իրենց առհասարակ հոգեգալստական ուղղվածությունը երբեք չանտեսելով, այնուամենայնիվ միակողմանիորեն իրենց եղբայրներին անթերի գրեթե սուրբ են ներկայացնում բոլորի ընթացքն ու վարդապետությունը։ Նրանց թվում էր Վիտալի Գուրա անունով եղբայրը, որը հարյուրամյակի կապակցությամբ Վորոնաևի կյանքի վերաբերյալ եկեղեցու պատմության հսկայական մի ուսումնասիրություն է YouTube-ում տեղադրել։ Նման մոտեցում ունեն նաև էլի մի քանիսը, ովքեր որ փորձել են նկարագրել 20-րդ դարի եկեղեցու պատմությունը, ես կթվարկեմ դրանցից էլի մի քանիսի անունները եւ կփորձեմ պարզ եւ մատչելի ներկայացնել նրանց այդպես անաչառ լինելը կամ էլ ոչ անաչառ լինելը։ Այդպիսի անձնավորություններից մեկն էլ Սավեջ անունով մեկն է, որը փորձել է օբյեկտիվորեն խնդիրներին մոտենալ, նրան հաջողվել է եկեղեցու պատմությունը, հոգեգալստական եկեղեցու պատմությունը մի փոքր կողքից դիտարկելով մոտենալ ճշմարտություններին։ Իհարկե շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում նաև Ֆրանչուկ ազգանունը կրող մի անձնավորություն, որը պարբերաբար շրջում է հոգեգալստական եկեղեցիներով եւ սեմինարներ անցկացնում առհասարակ հոգեգալստական եկեղեցու պատմության վերաբերյալ եւ գրքեր ունի գրած այդ առումով։ Այսպիսով ես ուզեցի համացանցում տեղ գտած հիմնականում հոգեգալստական եկեղեցու շարժման վերաբերյալ այս պատմիչների անունները մի փոքր թվարկել, եթե դուք ցանկություն ունեք, ապա կարող եք փնտրել համացանցում, գտնել նրանց բոլոր մեկնաբանությունները, նրանց բոլոր տեսակետները այս առումով։ Իհարկե, եթե վերցնենք եկեղեցու պատմության վերաբերյալ գրքերի հրատարակություններ կամ մեկնաբանություններ, ապա դրանք կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինը դա հոբելյանական ժողովներ անցկացնողներն են, որոնք հիշատակում են իրենց նախորդ եղբայրներին, երկրորդը խորհրդային միության փլուզումից հետո
այդ նույն հարանվանությունից դուրս եկած եւ առանձին հարանվանություն եւ միություններ կազմած եկեղեցիների մեջ պատմիչների շարադրանքներն են արդեն խորհրդային միության փլուզումից հետո։ Իսկ ընդհանուր առմամբ ես եկեղեցու պատմությունը 20-րդ դարի հոգեգաստական բաժանել եմ երկու մասի։ Առաջինը Վարանաևի մուտքը Ուկրաինա եւ նրանով սկսված արթնության մասին ենք խոսելու։ Երկրորդը նրան նահատակվելուց հետո 1937 թվականի նահատակվելուց հետո երկրորդ հոգեգալստական շարժման պատմությանը պիտի անդրադառնանք, որը ինչ խոսք ունի դարձյալ ենթաբաժիննել մինչև խորհրդային միության փլուզումը եւ խորհրդային միության փլուզումից հետո։ Այս իմաստով խոշոր հաշվով երկու մասի ենք բաժանում, որովհետև ըստ էության թեպետ երկրորդ հատվածը 37 թվականից մինչև մեր օրերը մենք ենթաբաժինների մեջ տեղավորեցինք, սակայն սրանք այնուամենայնիվ նույն շարժման հետևանքներն են, նույն շարժման շարունակությունն են, սկսած 37 թվականից, որը տարբեր էր մինչև 37 թվականի եղած հոգեգալստական շարժմանը։ Քանի որ կրկնում եմ 20-րդ դարի սկզբներին Ուկրաինայում, Ռուսաստանում, այնուհետև Հայաստանում բռնկված հոգեգալստական շարժման պատմությունները շարադրված է միանկողմանիորեն այդ հարանվանության անդամների կողմից, այնպես որ այս աշխատանքը, որ մենք կատարում ենք, ես էլ որպես մասնագիտության պատմաբան հնագետ, իսկ պատմաբանի համար շատ կարևոր են փաստերը, համադրելը, դրանց ճշմարտացիությունը ճշտելը, ինչ որ իմաստով ես կասեի, որ սա առաջին աշխատանքն է, որը կսրբագրի նախկին պատմությունների անճշտությունները եւ փաստերը կդիտարկվի ավելի խորքային մեթոդով պատմական ուրույն կոնտեքստներում եւ ինչ որ իմաստով ելի կրկնում եմ պատմաքննական վերլուծություն կլինի սա, որը դեռևս ոչ մեկի կողմից չի կատարվել։ Ինչու եմ ասում պատմաքննական, որովհետև մենք չենք մոտենա ուղղակիորեն կուրորեն այս կամ այն անձին սրբացնելով, իհարկե փաստերը շատ են, կան հարցազրույցներ, հարցազրույցներում այս անձիկ խոսում են եւ այդ իրենց բոլոր հարցազրույցներում, այդ խոսույթներում մենք հայտնաբերում ենք բաներ, որոնք շատերը չեն տեսնում։ Ոչ միայն անճշտություններ, այլ նաև խիստ կասկածելի է դառնում իսկապես հավատքի համար են հալածվել մարդիկ, թե ոչ, որոշները իհարկե։ Մենք դրանց անունները մանրամասը կտանք եւ հետո քննության կենթարկենք դրանք։ Ամեն դեպքում հարգի արժանի են բոլոր նրանք, ովքեր որ անցել են մեծ նեղություններով ու բանտերով։ Իրենց հավատքի չափով, իրենց դավանաբանական, վարդապետական սկզբունքները չդավաճանելու սկզբունքով այս մարդիկ ինչքան որ ունեցել են դրանում հավատարիմ են գտնվել եւ մեր խնդիրը նրանց քննադատելը չէ։ Մեր խնդիրը ավելի խորքային Սուրբ Գրքի հետ համեմատելով անցնել այդ պատմության բոլոր ելևէջներով, հասկանալով թե որտեղ են այս անձիկ վրիպետ կամ էլ ինչ որ մի բան այնպես չի ընթացել, ինչպես որ Տերը կուզեր, Աստծո խոսքը ինչպես կուզեր, բայց չնայած այս ամենին իրենց հավատքի մեջ, իրենց տրված չափի մեջ նրանք հավատարիմ են գտնվել։ Ես ուզում եմ ասել, որ հեռու եմ հավատացյալի այն կեցվածքն ընդունելուց, որ հալած յուղի պես պետք է ընդունենք, որ մեզանից առաջ եղած նախորդները որքան էլ ասում են Աստծո խոսքը, որ հետևեցեք ձեր հոգևոր առաջնորդներին եւ նրանց հավատքի վաղճանին, այնուամենայնիվ չի էլ գրված, որ մենք կուրորեն պիտի հետևենք իրենց, որովհետև Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ հետևեցեք առաջնորդներին տերումը։ Ուրեմն բաներ կան, որ երբ որ մենք Աստծո խոսքի շրջանակներից դուրս ենք տեսնում այդ առաջնորդին արտահայտվելիս կամ գործելիս, մենք միանշանակորեն պետք է արձագանքենք այդ ամենին ոչ ասելով։ Եվ այսպես առաջին անձը, որի մասին, ինչպես ես ասացի, մենք պատրաստվում ենք հիմա ձեզ ներկայացնել, դա բոլորիս քարսանոտ հայտնի, ես նախորդ անգամներին մի քանի անգամ արդեն շեշտել եմ այդ անունը, Վորանաև Իվան Եֆիմովիչն է։ Մենք նրա կենսագրությանը հիմա կանդրադառնանք,
Եվ մանրամասնորեն փորձենք ճշտել այս անձնավորությունը իր հոգևոր գործունեությամբ ինչ ակունքներ է ունեցել, Աստծո գործը իր կյանքում ինչպես է արտահայտվել եւ այդպես մենք շարունակ առաջ կշարժվենք։ Երբ ուսումնասիրում ենք նրա կյանքը, պարզվում է, որ Աստծո այս մարդը ոչ Վորոնաև է, եւ ոչ էլ Իվան, եւ ոչ էլ Եֆիմովիչ։ Թե ով էր նա, այս մասին քիչ հետո։ Վորոնաև Իվան Եֆիմովիչ 1604-1885 թիվ 0511-1937 թիվ նրա ծննդյան եւ մահվան նահատակման տարեթվերն են։ Նա ծնվել է, ինչպես քիչ առաջ արդեն նշեցի, ապրիլի 16-ին 1885 թվականին Օրենբուրգի կազակի ընտանիքում, Չելյաբինսկի մարզ, Մագնիտոգորսկ։ Սկզբնական շրջանում նա աշխատել է կազակների մոտ ատամանի մոտ որպես գրագիր։ 1907 թվականին նրան զինվորագրում են։ Զինվորական ծառայության ժամանակ Միջին Ասիայում, Տաշկենտում, զինվորներից մեկից առաջնորդվում է բապտիստական եկեղեցի, որտեղ էլ ապաշխարում է եւ մկրտվում։ Վորոնաևը հետո հիշատակում է, որ այդ օրը իր համար շատ հիշարժան էր, 12/08/1907 թիվ։ Նա ասում է, որ այդ օրը իսկապես վերստին ծնվել է ինքը, եւ ինչպես ինքն է ասում, Քրիստոսն ուղղակի ծնվել է իր սրտում։ Իհարկե, սա մի արտահայտություն է, որը խիստ կարևոր է, որպեսզի այս խնդրին մոտենանք, երբ մարդ վերստին ծնվում է ցնծության, ուրախության մեջ է, ինքն իրեն կարող է թույլ տալ նման արտահայտություն անել։ Սակայն ինչ ասել է Քրիստոսը ծնվում է իմ սրտում։ Ես ոչ միտեղ Աստվածաշնչում ավետարանում չեմ կարդում, որ Քրիստոսը ծնվում է ինչ-որ մեկի սրտում։ Եվ այդպես էլ ինքն ասում է, եթե որևէ մեկը ինձ հարցնի, թե ես որտեղ է ծնվել Քրիստոսը, ապա ես կարող եմ համարձակ ասել, որ Բեթլեհեմում, այսինքն իմ սրտում։ Եթե նորից հարցնեն, երբ է ծնվել Քրիստոսը, ես կպատասխանեմ 12 օգոստոսի 1907 թիվ, այն օրը, երբ որ ես հավատքով ընդունեցի իմ սրտում Հիսուս Քրիստոսին ինչպես իմ փրկիչը, որպես իմ փրկիչը։ Նորից եմ կրկնում, այս լիրիկական շեղումը մի կողմ դնելով, ես դժվար եմ ընկալում ինչպես կարող է Քրիստոսը ծնվել մեկի սրտում, երբ որ նա մեկ անգամ ծնվել է արդեն երկրի վրա, որպես մարդ ապրել, գործել, խաչվել, դրվել գերեզման հարություն արել եւ երկինք է համբարնել։ Իսկ եթե որևէ մեկը վերստին ծնունդը, հոգևոր ծնունդը, իր հոգու ծնունդը, Հիսուս Քրիստոսին իր մեջ ընդունելը, դա Հիսուս Քրիստոսի ծնունդ է ընդունում, դա իր խնդիրն է, ես նորից եմ կրկնում, սա չեմ ուզում առանցին ավելի խորքային քննարկում անել։ Ինձ համար համենայն դեպս նման կերպով, իսկ հոգեգալստականները սիրում են ընդհանրապես նման կերպով շատ ավելի այդպես հնչեղ դարձնել իրենց թե դարձը, թե իրենց հոգևոր կյանքը համեմելով ամենատարբեր բառամթերքներով իրենց։ Եվ այսպես, երբ որ նա մկրտվում է այս բապտիստական եկեղեցում, իշխանությունները իմանում են այդ մասին եւ նրան ձերբակալում եւ բանտ են նետում։ Որպեսզի մի փոքր պարզ դառնա, թե ռուսական կայսրության կառավարությունը ինչու է հավատի այլախոհներին հալածում, պետք է ասել, որ ուղղորդվելով այն սկզբունքով, որ միայն ռուս ուղղափառ եկեղեցին է, որ կայսրության առջև ունի դավանության իրավունք եւ արտոնություն, նա է համարվում ճշմարիտ եկեղեցին։ Քանի որ այդ եկեղեցին կայսրի շահերն արտահայտողն էր եւ նույնիսկ իրենք ամեն անգամ իրենց աղոթներում հիշատակում էին. Բոժե ցարյա խրանի։ Ռոմանովները միշտ էլ հալածել են կայսրության ծայրամասեր են ակսորել բոլոր աղանդավորներին։ Եվ ահա այս բապտիստները նույնպես աղանդավորներ են համարվել, ինչպես օրինակ մոլոկանները։ Ուղղափառություն դավանած այս անձնավորությունը Վորոնաևը երիտասարդ այս հասակում հրաժարվում է ուղղափառությունից։ Որոշները գտնում են նույնիսկ զենք վերցնելուց։
Բանտում, որտեղ նստած էր, հանկարծ ձայն է լսում, փախիր, և նա ցատկելով պատուհանից փախչում է։ Գալիս է ծանոթ բապտիստ եղբոր տուն գիշերելու։ Այդ տանը հավաքվում են մի քանի եղբայրներ, որոնց թվում էր նաև Իվան Եֆիմովիչ Վորոպաև անունով մի եղբայր։ Նա առաջարկում է իր անձնագիրը տալ, որով այլևս հնարավոր էր կեղծ փաստաթղթով դուրս գալ Միջին Ասիայից։ Անձնագրի Վորոպաև ազգանունը փոխում են Վորոնաև։ Եվ Նիկիտա Պետրովիչ Չերկասովը պատմության մեջ մտավ որպես Իվան Եֆիմովիչ Վորոնաև։ Ահա դուք արդեն տեղեկացաք, թե նրա իսկական անուն, ազգանունն ու հայրանունը ինչ էր։ Նիկիտա Պետրովիչ Չերկասովը այլևս պատմության մեջ կմտնի որպես Իվան Եֆիմովիչ Վորոնաև։ П տառը փոխվում է Ն-ով, Վորոպաևը դառնում է Վորոնաև։ Մի նկատառում ևս անեմ, որ այդ ժամանակաշրջանում անձնագրում նկարներ չէին լինում։ Այդ իսկ պատճառով հեշտությամբ կարելի էր տեղաշարժվել ուրիշի անձնագրով։ Եղբայրները նրան խորհուրդ են տալիս լքել Ռուսաստանը։ Սակայն Վորոնաևը անչափ կարևորում է մի խնդիր, բանն այն է, որ նա արդեն ընտանիք կազմելու ցանկություն է ունենում և բապտիստական եկեղեցում արդեն, այսպես ասենք, հավանել էր մի քույրիկի և առաջարկություն էր արել Եկատերինա անունով այդ եկեղեցու անդամներից, քույրերից մեկին։ Ամուսնությունից հետո նրանք միասին Վորոնաևը և Եկատերինան լքում են Ռուսաստանը և մեկնում ԱՄՆ երկու մանուկների հետ։ Նրան որոնում էին ամենուր, սակայն նա իր դարձից 5 տարի հետո, ուշադրություն դարձրեք, նա իր դարձից 5 տարի հետո 1912 թվականին փախչում է Չինաստան, Ճապոնիա, այնուհետև ԱՄՆ։ Երբ նրանք ժամանում են Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, այստեղ արդեն նրան հանձնարարում են ղեկավարել բապտիստական մի եկեղեցի։ Ընդունվում է Բերկլիի քրիստոնեական սեմինարիա։ Ավարտելով այդ սեմինարիան նա Լոս Անջելեսի եկեղեցիներից մեկում ձեռնադրվում է հովիվ։ Դա արդեն 1913 թվականն էր։ Մի քանի տարի անց նրան հրավիրեցին Սիեթլում, Վաշինգտոն, գտնվող ռուսական բապտիստական եկեղեցում հովվություն անելու։ Այնտեղ նա հանդիպեց Վիլյամին, մի 50-ական հովվի, որը հետագայում դարձավ Assembly of God, Աստծո ժողովուրդ եկեղեցու գլխավոր վերատեսուչը։ Այսուհետև կօգտագործեմ Աստծո ժողովուրդ անվան փոխարեն անգլերեն Assembly of God, որպեսզի բոլորս լավ հասկանանք, որ նախորդ անգամ վերջին հաղորդման ժամանակ ես ասել էի, որ հոգեգալստական եկեղեցին 1914 թվականից 16 թվականը ընկած հատվածում արդեն երկու մասի էր բաժանվել, այսպես կոչված 50-ականներ, պենտեկոստալներ և Assembly of God։ Assembly of God եկեղեցու 50-ական հովիվը փորձում է Վորոնաևին հասկանալի դարձնել նաև այն պակասությունը, որ ինքն ունի, այսինքն նա մկրտված էր Սուրբ Հոգով։ Այժմ ինչպես Վորոնաևը բապտիստական եկեղեցու հովվից դարձավ հոգեգալստական։ Պիտի ասեմ, որ Վիլյամի ջանքերը ապարդյուն են անցնում, Վորոնաևը անդրդվելի էր։ Սակայն տեղի է ունենում մի զարմանալի փաստ։ Վորոնաևի աղջիկը պատանի էր և նա հաճախում է 50-ական մի եկեղեցի Նյու Յորքում և այդ եկեղեցում փաստորեն հենց ինքն էլ վկայվելով, ինչպես պատմության մեջ հիշատակվում է, հյուրընկալվում է Սիրիի ընտանիքին, որոնք սկսեցին վկայել և համոզել նրան Սուրբ Հոգով մկրտության անհրաժեշտության մասին։ Վորոնաևի ընտանիքը, ինչպես ես քիչ առաջ ասեցի, ուրեմն Լոս Անջելեսից արդեն վերադարձել էր Նյու Յորք, 3 տարի հետո վերադառնում է Նյու Յորք, և ահա այս ընտանիքի հետ մտերմությունը և Վերայի Վորոնաևի աղջկա մասնակցությունը 50-ական եկեղեցում մի գեղեցիկ օր Աստված այդ հրաշքը նաև կատարում է Վերայի սրտում և Վերան Սուրբ Հոգով է մկրտվում։ Իհարկե ընտանիքում Վորոնաևը աստիճանաբար վարքագծից իր աղջկա նկատում է, որ նա խիստ փոխվել է և այս փաստը նրան շատ է հետաքրքրում,
Սկզբնական շրջանում նա ասում է եկատերին այն, որ արգել եք իրեն 50-ականների հետ հաղորդակցվելուց, բայց հետո նկատելով, որ իսկապես շատ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել իր աղջկա կյանքում, սկսում է նորից Սուրբ Գիրքը ուշադիր քննել։ Եվ մի գեղեցիկ օր այդ ամեն դիմադրությունից հետո Եֆիմովիչը ինքն էլ փորձում է ավելի ստույգ հասկանալ իրողությունը եւ իր աղջկա փորձառությունը ստիպում է նրան ոչ միայն մտորել Աստծո խոսքի շուրջ, այլ ինտենսիվորեն ուսումնասիրելով Սուրբ Գիրքը աղոթում է երկնային հոր խոստման համար, անձամբ ինքն էլ սկսում է աղոթել։ Շուտով նրան Տերը լցնում է Սուրբ Հոգով եւ նա սկսում է խոսել լեզուներով։ Իհարկե նա մասնակցում է այլևս 50-ական եկեղեցուն։ Վորանայևը մկրտվելով Սուրբ Հոգով լքում է բապտիստական եկեղեցին, ինչ որ իմաստով ու ուրիշ փաստակներով նրան ուղղակի դուրս են անում եկեղեցուց։ Քանի որ նա չէր թաքցնում եւ բապտիստների մեջ այլևս սկսում էր խոսել Սուրբ Հոգով մկրտվելու անհրաժեշտության մասին, լեզուներով խոսելու նշանով։ Նա խիստ դիմադրության է հանդիպում հավատակիցներից եւ ստիպված է լինում իսկապես լքել եկեղեցին, ավելին նրա առջև խնդիր են դնում, որ եթե ինքը չդադարի, ապա եկեղեցին նրան անդամությունից կզրկի։ Նա այժմ արդեն սկսում է մեծ աշխատանք տանել բապտիստների շրջանում, այս անգամ արդեն որպես հոգեգաստական շարքային հավատացյալ, եւ պարզվեց, որ Սուրբ Հոգով մկրտվողները շատանում էին, եւ ի վերջո նա հոգեգաստական եկեղեցի է հիմնում Assembly of God-ի հետ համագործակցելով։ Սա ես ուզում եմ հատուկ կերպով շեշտել, որովհետև նրա հովությունն արդեն վերցված էր իրենից, բապտիստական եկեղեցին նրան այլևս հովիվ չէր ճանաչում, սակայն համագործակցելով Assembly of God-ի հետ, հենց առաջին իսկ պահից Վորոնայևին ներ են քաշում Աստծո գործի մեջ, որովհետև իսկապես այս մարդու սիրտը վարված էր Սուրբ Հոգու մկրտության լուրը բոլոր իր հավատակից բապտիստ եղբայրներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում քարոզելու։ Էլի մենք դեռ սրանք անդրադառնանք, թե իսկապես որն է եղել նրա գործը, արդյոք նրա գործը ավետարանչությունն է եղել, թե բացառապես Սուրբ Հոգու մկրտության ավետիսը տարածելը։ Սա շատ հետաքրքիր թեմա է։ Ստանալով նրանց աջակցությունը Վարանայևը նոր եռանդով է սկսում գործել։ Շուտով նա բացում է սլավոնական ազգությունների հոգեգաստական եկեղեցի։ 1919 թվականին կազմակերպեց առաջին առանձին հոգեգաստական եկեղեցին Նյու Յորքում։ Վորանայևը վարձակալեց Էման պրեսբիտերական եկեղեցու դահլիճը 6-րդ փողոցում։ Վարանայևի անվան հետ, որ ինքը իբրև թե ծառայել է եպիսկոպոսական եկեղեցում, նման բան չի եղել, նա պարզապես այդ շենքն է վարձել, որովհետև մենք ինչպես վարդապետության մասին, որ առանձին պիտի խոսենք, առայժմ խոսում ենք նրա կենսագրության մասին, իսկ նրա վարդապետության մասին մենք առանձին նյութ ունենք։ Շատ կարևոր է, որ բաց չթողնեք հատկապես նրա վարդապետության վերաբերյալ պատմությունը, որովհետև հետագա բոլոր այս վերջին շրջանի եղբայրները հատկապես Բելիղ, Ֆեդոտով եւ Բաբի միշտ հղում են կատարում, թե իբրև իրենք Վարանայևից են իրենց վարդապետությունը առել։ Մենք մանրամասը քննել ենք ու տեսել, որ նման բան չկա։ Այսպիսով, երբ որ մենք տեսնում ենք, որ ինքն այլևս ինքնուրույն է գործում, իհարկե համագործակցելով Assembly of God-ի հետ, որտեղ նախկինում ինքը հովիվ էր, այժմ արդեն փաստերով ես նաև կտեղադրեմ բոլոր նյութերը Assembly of God-ի հետ փաստաթղթային նրա բոլոր գրառումները, նրա փաստաթղթերը ունենք ձեռքի տակ, կհրապարակենք ու դուք կտեսնեք, որ մանրամասնորեն ինչպես են նրան հարցումներ անում Assembly of God-ում ավակ եղբայրությունը նրան ընդունելով ոչ միայն անդամ Assembly of God եկեղեցու, այլ նաև որպես սպասավոր, որպես միսիոներ արդեն այս անգամ։ Տերը սկսեց օրհնել, նրանց ավելի ու ավելի շատ էին մարդիկ գալիս եւ ստանում էին Սուրբ Հոգու մկրտությունը։ Նրանց թվում էին բազմաթիվ ներգաղթյալներ, ուկրաինացիներ, ռուսներ եւ լեհեր, ինչպես ասացինք, սլավոնական եկեղեցի էր այս եկեղեցին։ Այս բոլոր իրադարձությունները շատ բապտիստների ստիպեցին ավելի ուշադիր ուսումնասիրել Սուրբ Գիրքը։ Վորանայևը չհապաղեց քննարկել Սուրբ Հոգով մկրտությունը, մեջբերելով Սուրբ Գիրքը։ Այս հանդիպումների արդյունքում մեծ թվով բապտիստներ ստացան Սուրբ Հոգով մկրտություն, լեզուներով խոսելու նշանով։
Անգամ նկարագրում են մի փաստ, որ 400 անդամանոց եկեղեցում 396 հոգի միանգամից անցնում են Վորոնայևի կողմը եւ միայն 4-ն են մնում այնտեղ։ Այստեղ ես ուզում եմ անդրադառնալ մի կարևոր խնդրին։ Հետազոտողները գտնում են, որ եթե այսօրվա հոգեգալստականը մասնակցեր Վորոնայևի ժողովներին, գուցե փախչեր այնտեղից եւ կամ էլ նրան դուրս անեին։ Ես նորից եմ կրկնում, անգամ պաշտամունքների անցկացման ձևը, եղանակը չի համապատասխանում այսօրվա 50-ական հոգեգալստական եկեղեցու պաշտամունքի ձևին եւ եղանակին։ Ես էլի սրան կանդրադառնամ ու կհիմնավորեմ, թե ինչով էր տարբերվում այդ եկեղեցու պաշտամունքը այսօրվա 50-ական եկեղեցու պաշտամունքից, որ երբ որ կանդրադառնամ վարդապետությանը։ Այստեղ միայն ընդամենը մի փաստ նկարագրեմ, որ շուտով արդեն թերթերը բապտիստական եւ ընդհանրապես նրա օպոնենտները, նրա անդիմանդիրները սկսեցին Վարանայևի հասցեին ամենատարբեր հերյուրանքները գրել, անգամ սատանայական ծառայություն համարելով իր ծառայությունը եւ այդ ժողովները անվանեցին տրեսունների ժողով, այսինքն ցնցվողների ժողով, որովհետեւ մարդիկ Սուրբ Հոգու զորության ազդեցության տակ ընկնում էին գետին, հաճախ որոշները ցնցվում էին, չասենք թպրտոց, իհարկե Սակար Սեմուրի ժամանակ էլ, եւ ես ասեմ, որ Assembly of God-ը կարծես թե ավանդաբար Azusa Street-ում տեղի ունեցավ արթնության ընդօրինակումը այնուամենայնիվ թույլ էր տալիս եկեղեցում եւ դա բավականին տարածված էր։ Շատ ավելի խիստ է արտահայտվել Սեմուրի ժամանակ Azusa Street-ում, երբ որ մարդիկ լեզուներով խոսելու ժամանակ մեծ ցնցումների մեջ էին ընկնում եւ թրջկոտում էին կամ էլ ասեն գետնին էին ընկնում։ Իհարկե ես նորից հիշեցնեմ, որ Պարհամը երբ որ այսպիսի ժողովներին եղել էր Սեմուրի ուսուցիչը 20-րդ դարի սկզբին դեռևս 1904 թվականին բռնկված այս արթնության կիզակետում նա գտել էր, որ այդ ժողովների մեջ նաև տեղի են ունենում դիվահարություններ։ Սա մի հատ լուրջ թեմա է, որին կարելի է շատ խորքային ձևով դեռ անդրադառնալ եւ հասկանալ ի վերջո ամեն լեզուներով խոսելն էր Սուրբ Հոգու մկրտություն, թե ինչ որ մի բան այնպես չէր ընդունում այդ ժողովներում։ Համարձակ կարող եմ ասել, որ ինքս էլ շատ հաճախ ականատես եմ եղել, որ իրապես ինչ որ մի բան այնպես չէ լինում ամբողջների մեջ, երբ որ մարդիկ Սուրբ Հոգով են իբրև մկրտվում։ Չեմ ուզի ավելի խորը անդրադառնալ այս ամենին, սակայն նորից եմ կրկնում այն, ինչ որ այսօր մենք խարիզմատ շարժման մեջ ենք տեսնում, կարծես թե նմանատիպ մի բան դեռևս տեղի ունեցել 20-րդ դարի սկզբին, բայց ոչ թե պետք է մենք ասենք, որ դրանց այդ ամենը հենց հալածուղի պես պետք է ընդունել, չէ, այնտեղ կան մութ բաներ, որոնք դեռևս շատ լուրջ ուսումնասիրման կարիք ունեն։ Համաձայն Սուրբ Գրքի կարելի է քննել եւ հասկանալ, որ դեպքում են մարդիկ լեզուներով խոսողները Սուրբ Հոգով մկրտված, որ դեպքում ոչ, կամ Աստծո խոսքը ունի արդյոք այդ շրջանակը, որի մեջ կարող է տեղավորվել ճշմարիտ լեզուներով խոսողը կամ ինչպես Պողոս առաքյալն ասում է, որ դուք չընդունեցիք, որովհետև ինքը նաև 3 բան է ասում՝ ուրիշ Քրիստոս, ուրիշ ավետարան, ուրիշ հոգի։ Ուրեմն ասում է, որ դուք չընդունեցիք ուրիշ հոգի, այսինքն մեզանից դուք ուրիշ հոգի չընդունեցիք։ Ուրեմն գոյություն ունի ուրիշ մի հոգի էլ, ուրիշ մի բան էլ։ Ինչպես ասացի, արդեն բապտիստները նրան ամենատարբեր անուններով էին կոչում եւ սրանց անվանեցին թրջկոտողներ կամ էլ տրեսուններ, ցնցվողներ։ Աղոթքաժողովներից մեկի ժամանակ Վորոնայևը ստանում է մարգարեական պատգամ։ Որոշները գտնում են, որ սա մարգարեական պատգամ է, իսկ որոշները, որ սա ընդամենը լեզուների թարգմանություն էր, որ տեղի ունեցավ ժողովի ժամանակ։ Հայ միջանոց չմոռանամ ասել, որ որոշները գտնում են, որ անգամ Վարանայևի ծառայության ժամանակ ճանճի տզոց էլ չի եղել, բայց փաստերը ուրիշ բան են խոսում, որ այնուամենայնիվ քիչ առաջ հիշատակածս աղմուկն ու աղաղակը արկա են եղել ժողովների ժամանակ։ Սակայն սա չի նշանակում, որ Վորանայևի ծառայության ժամանակ չեն եղել մարգարեություններ, հրաշքներ, բժշկություններ։ Ոչ, ամենևին ոչ, դրանք արկա են եղել եւ Աստված իսկապես իր զորավոր բազուկով նաեւ կատարել է բժշկություններ եւ նաեւ եղել են մարգարեություններ, որին ժամանակ չեգիստը, որ եկել էր անձամբ սպանելու Վարանայևին, ինքը դարձի է գալիս, որովհետեւ մարգարեությունը լինում հենց իր համար։ Ահա թե ինչպես է իսկապես եկեղեցին պաշտպանվում, եկեղեցին շինվում է մարգարեի միջոցով։ Նա հենց ինքը ատրճանակով եկել էր Վարանայևին սպանելու եւ հենց այդ Վարանայևի ծառայության ժամանակ
մի կին բարձրաձայն սկսում է խոսել այդ անձի մասին, որ այս կինը չի էլ իմանում ով է այդ անձնավորությունը, նա վերջում կանգնած ուղղակի ժողովի այդ դահլիճում այնուհետև իր սիրտը տալիս է Տիրոջը եւ հզոր հոգեվոր մի այր է դառնում։ Վերջապես այս ինչ էր այդ մարգարեությունը կամ ինչ էր այդ падգամը։ Գնա Ռուսաստան։ Շատ կարճ վկայություն են անում որոշները, որ այսպիսին է եղել։ Վարանաևին ասված խոսքը Տերիցը։ Մյուսներն ասում են, որ այսպես է եղել։ Գնա խորհրդային միություն եւ քարոզիր ուկրաինացիներին Սուրբ Հոգով մկրտության մասին։ Արդեն իսկ ինչպես հասկանում եք, սա մեկնությունն է այս YouTube-ում տեղադրած անձի, Վարանաևի կյանքի մասին խոսող այս անձի կողմից մեկնություն է եւ երբեք Աստված նման բան չի ասել Վարանաևին։ Ինչու՞։ Քիչ հետո մենք կպարզենք, թե ինչու չէր կարող այդպես լինել։ Իհարկե կան էլի շատ այլ մեկնություններ, թե վերջը Վարանաևին ինչպես է մեկնել Ուկրաինա, Օդեսա եւ ինչպես է սկսել իր հոգեվոր ծառայությունը արդեն հեղափոխությունից հետո Ռուսաստանում։ Գիտեք, ես մի հատ կարևոր այստեղ շեշտադրում այնուամենայնիվ պիտի անեմ։ Քանի որ, ինչպես ասացի, այս մեկնությունները կարոտ են ավելի խորքային սուրբ գրային քննության ենթարկվելու, որովհետև կա նաև հետևյալ տեսությունը, հետևյալ վկայությունը կա, որ Վարանաևը բազմիցս ասամբլեա of God եկեղեցու վարչությանը դիմել է, որ ինքը ցանկություն ունի, ավելի ճիշտ ինքը հետաքրքրվել է, արդյոք Ռուսաստանում կա հոգեգալստական եկեղեցի, եւ նրան պատասխանել են, որ չկա։ Վարանաևը չեմ ասի, թե ցանկությունը իր արտահայտել է, բայց անհանգստացած է եղել այս ուղղությամբ, մինչ այս падգամը ստանալը։ Հետևաբար այստեղ մի հատ ուրիշ հարց է առաջանում։ Իսկապես մարգարեություն է եղել, իսկ շատերն ասում են, որ եղել է նաև իր կնոջ միջոցով, այդ վկայությունը կինն էլ է ստացել է նաև Կալտովիչը, եղբայրներից մեկը, որը նույնպես Վարանաևի հետ միասին իրենց ընտանիքներով, ընդ որում մի երրորդ ընտանիք էլ է տեղափոխվել Ուկրաինա։ Բայց ինչ խոսք, այն փաստը, որ Վարանաևը հետաքրքրված է եւ ուզում է, որ Ռուսաստանում հոգեգաստական եկեղեցի լինի, նրա ներքին մղումը արկա է, ես չեմ կարող ասել սա, արդյոք տեսնելով Տերը նրա պատրաստակամությունը տեսնելով էր, որ այս մարգարեությունը թերևս եղավ, գնա Ռուսաստան, սակայն շարունակենք, թե ինչու մյուսը չէր կարող լինել, գնա խորհրդային միություն եւ քարոզիր ուկրաինացիներին Սուրբ Հոգով մկրտության մասին։ Բանն այն է, որ 1921 թվականին, իսկ Վարանաևը 20 թվականին է շարժվում արդեն դեպի Ռուսաստան, մենք քիչ հետո քրոնոլոգիան կտեսնենք, ժամանակագրությունը, բանն այն է, որ 1921 թվականին ԽՍՀՄ անունով պետություն դեռևս չկար։ Ինչու՞։ Որովհետև իմ հարգարժան եղբայրները, ովքեր որ անգլերենից թարգմանել են այս պատմությունները եւ հրամցնում են եկեղեցիներին իրենց կոնֆերանսներում, մոռանում են մի բան, որ ԽՍՀՄ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին է ստեղծվել։ Եվ այսպես ուրեմն սա մեկնություն է, մարդիկ ուղղակի մտածելով, որ Վարանաևը պիտի գա Ռուսաստան, այդ բառը փոխարինել են ԽՍՀՄ անունով։ Խալվում է նաև Վիտալի Գուրան, Վարանաևի կենսագրությանը անդրադառնալով, երբ ասում է, որ Վարանաևը Ռուսաստան մեկնելուց առաջ եղել է ավագ եպիսկոպոս։ Նման բան չկա։ Վարանաևը ավագ եպիսկոպոս չի եղել։ Assembly of God եկեղեցին երկաստիճան եկեղեցի է եղել։ Եղել են եկեղեցում հովիվներ եւ սարգսակներ։ Սա շատ լուրջ հարց է, որը պիտի քննարկենք արթնության երկրորդ этаպին անդրադառնալով 37 թվականից հետո, մասնավորապես 43-44 թվականին եւ ֆաշիստական Գերմանիան արդեն Ուկրաինան օկուպացրել էր, հոգեգաստական եկեղեցու առաջնորդները երբ որ ներկայացել էին այդ իրենց ռեգիոնները ղեկավարող, կառավարող, ասենք նացիստներին, ուղղափառ եկեղեցու քահանաներին ընդունել էին նացիստները, բայց ահա հոգեգաստականներին հարցնում էին առաջնորդին, դուք ովքեր եք, նրանք էլ ասում են մենք հովիվներ ենք։ Եվ քանի որ գերմանացիներից կային, որ հասկանում էին հոգևոր կյանքը, լյութերանականներ էին, գիտեին, որ իրենց երկրում եպիսկոպոսները հոգևոր առաջնորդներ են։ Եվ քանի որ ուղղափառ եկեղեցու առաջնորդներն էլ իրենց եպիսկոպոս են ներկայացնում,
Այս Վարանայևից հետո արդեն եղած հոգևոր առաջնորդ եղբայրները, այս հովիվները, ավագ հովիվները իրենք են ներկայացան որպես եպիսկոպոսներ եւ այստեղից ծնունդ առավ երաստիճան, ինչպես այսօր կա, եկեղեցու կառավարման ձևը։ Հովիվներ, սարկավակներ եւ եպիսկոպոսներ։ Եպիսկոպոսները դարձան անձեր մխելի առաջնորդներ, որի մասին մենք ելի խոսենք դեռ վարդապետություններին անդրադառնալով, քննելով միջև մեր օրերը, թե եւ նաեւ կհիմնավորենք բաժանումների պատճառները եւ այլն եւ այլն։ Առայժմ միայն այսքանը ներկայացնենք, որ Վարանայևը ավագ եպիսկոպոս չի եղել։ Նման բան չի եղել, քանի որ Assembly of God-ի վարդապետությունը երկաստիճան էր, ինչպես ասացինք, հովիվներ եւ սարկավակներ։ Եվ այսպես Վարանայևը 1920 թվականին ուղևորվում է դեպի Թուրքիա։ Բոսֆորի նեղուցով նա պետք է հասներ Օդեսա, Ուկրաինա, բայց քանի որ անխաղաղ վիճակ էր Ռուսաստանում, այդ ժամանակ քաղաքացիական պատերազմ էր եւ հարավից, հյուսիսից, արևելքից, արևմուտքից Եվրոպան ինտերվենցիայով փորձում էր խեղդել նորաստեղծ խորհրդային միությունը եւ Բոսֆորի նեղուցը կարծես փակվել էր։ Վարանայևը գրեթե 1 տարի մնում է, մինչև որ բացվում է Բոսֆորի նեղուցը եւ 1921 թվականին նա մեկնում է սկզբում 20 թվականից հետո ինքը երբ որ չի կարողանում Օդեսա, Ուկրաինա շարժվել, ինքը գնում է Բուլղարիա։ Բուլղարիայում իսկապես հիմնվում է նոր հոգեգալստական եկեղեցիներ։ Վարանայևը այստեղ նաեւ հանդիպում է որոշները գտնում են ադվենտիստներ են եղել, մյուսները մոլոկաններ, այնուամենայնիվ քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները, որոնք ոտնլվայ են կատարում եւ Վարանայևը, որ մինչ այդ դա չէր ընկալել ինչ է, նա այդ ոտնլվայի հաղորդության պաշտամունքի ժամանակ ոտնլվայի արարողակարգը ընդօրինակում է։ Եվ դրանից հետո 50-ական եկեղեցին սկսում է ոտնլվան որպես բաղկացուցիչ մաս համարել հաղորդության։ Բայց մի տարբերությամբ, որ նրանք այդ ոտնլվան ոչ թե ամենքն էին կատարում միմյանց ոտքերը լվալով, այլ եկեղեցու առաջնորդը բոլորի ոտքերն էր լվանում, ոչ ինչպես հիմա։ Եվ այսպես 1921 թվականին, ինչպես ասացինք, երբ Բոսֆորի նեղուցը բացվում է, Վարանայևը մեկնում է Օդեսա։ 21 թվականին արդեն Ուկրաինայում լինելով բնակություն է հաստատում Օդեսայում 26 թվականին երկրորդ համաուկրաինական ավետարանի հավատացյալների հավաքի ժամանակ քրիստոնեական համագումարում հիշատակվում է արդեն 350 եկեղեցիներ, շուրջ 17,000 անդամներով։ Եկեղեցին շատ ազդեցիկ է դառնում եւ շատ արագորեն սկսում է աճել, սակայն պիտի խոստովանենք, որ աճում է գերազանցապես բապտիստական եկեղեցուց 50-ական եկեղեցուն հարելով։ Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում հիմնվել են եկեղեցիներ, ինչպես նաև Ռուսաստանի կենտրոնական հատվածում, Ուրալում եւ Սիբիրում։ Մինչև 1929 թվականը, այսինքն մինչև Վարանայևի ձերբակալությունը, ակտիվորեն նա համագործակցել է Assembly of God եկեղեցու ամերիկյան եկեղեցիների միության հետ։ 1930 թվականին ձերբակալվել է եւ պաշտոնական տվյալների համաձայն իբրև արխիվից հանված փաստաթուղթ ներկայացվում է հետևյալը, որ 02-11-1937 թվական այս ժամանակահատվածում, այսինքն նոյեմբերի 2-ին 1937 թվականին գնդակահարվել է։ Վարանայևի նահատակման մասին ելի բազմաթիվ տեղեկություններ կան, ինչպես ես ասացի, կողմ եւ դեմ։ Վարանայևի կենսագրության վերաբերյալ որոշները գտնում են անգամ, որ նա ուրացել է։ Մենք իհարկե նորից եմ կրկնում, չենք անդրադառնա այս խնդրին, սակայն հավատում ենք, որ նաև ուսումնասիրելով նրա քարոզները, ուսումնասիրելով նրա հրատարակած ամսագրերը, որոնք ես կտեղադրեմ, որոշները դուք կտեղեկանաք, նրա փաստաթղթային ոչ այդպես արկա համացանցում արկա բոլորը պարզ այդպես համացանցում բաց աղբյուրներից է, որ ձեզ մատուցելու եմ, դուք կտեսնեք, որ այս անձնավորությունը իսկապես Տիրոջը անձնուրաց ծառայել է եւ հնարավոր չէր իսկապես, որ որևէ ուրացման փաստ արձանագրվեր։ Որոշները գտնում են, որ պանորները նրա վրա շներ են արձակել եւ շները բսկտել են նրան,
այնուհետև դրանից հետո են գնդակահարել, երբ որ աղբյուրի մոտ էր մոտեցել հոգնած, շարասյունից հոգնած ինքը ջուր էր ուզում խմել, իբրև այդ պահին է եղել, սրանք մի քիչ սենտիմենտալ պատմություններ են։ Մյուսները գտնում են, որ իրենց մոտ 3 հոգով միանգամից այդ պահանորդները, այդ կառավարիչները այդ համակենտրոնացման ճամբարի իրենք են որոշում կայացնում եւ փաստաթուղթը կա, իբրև պետական փաստաթուղթ, որում նշված է, որ Վանանաևը իսկապես գնդակահարվել է։ 37 թիվը դա այն թիվն էր, որ Խորհրդային Միությունը Խորհրդային սոցիալիստական հեղափոխության 20-ամյակն էր տոնում եւ Ստալինը բոլոր այլախոհներին սկսեց ռեպրեսիայի ենթարկել։ Մինչ այդ Խորհրդային Միությունը լոյալ էր, չեզոք էր ընդհանրապես կրոնական ուղղությունների նկատմամբ եւ որևէ հալածանք գրեթե չկար։ Սակայն սկսած արդեն 1929 թվականից սկսվում է հալածանքը, ավելի սաստիկ արտահայտվում է 1937 թվականին։ Այսքանը մենք մոտավորապես ներկայացրեցինք Վարանաևի կենսագրությունը, սակայն մեր նպատակն է նաև որոշակիորեն փաստաթղթերին անդրադառնալով ավելի մանրամասնել այս անձնավորության կյանքն ու գործունեությունը։ Այսօր ես ուզում եմ սրանով սահմանափակվել, շատ հետաքրքիր իրողություններ ենք վերհանել, բացահայտել, որոնք աչքաթող են արել շատ պատմաբաններ, ինչպես ասացի, եւ դրանք մենք կներկայացնենք ու ցույց կտանք, թե ինչու է, որն էր հիմնական պատճառը, որ եկեղեցիները այդքան արագ աճում էին, եւ որն էր Վանանաևի առաքելությունը, համաձայն Սուրբ Գրքի էր արդյոք այդ առաքելությունը, որ նա իրականացնում էր, եւ վերջապես մենք կփորձենք հասկանալ նաեւ, թե իրականում ինչպես այս հալածանքների բովով անցած եկեղեցին տրանսֆորմացիա է ենթարկվում եւ գրեթե Վարանաևի ուսմունքից հետագայում ոչինչ չի մնում։ Մի բան էլ կարող եմ ուղղակի ձեզ հորդորել, աղոթեք մեր համար, որ մեր ժամանակը մենք կարողանանք ճիշտ տնօրինել, որովհետեւ մեծ ջանքերի շնորհիվ է, որ այս աշխատանքը մենք կատարում ենք։ Եվ եթե աղոթում եք եւ օգտակար եք ուզում լինել մեզ, մենք շատ շնորհակալ կլինենք ձեզ։ Աստված ձեզ հետ։